25 թվականին զինված ուժերում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը. ժամկետային 6 զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող, 1 աշխարհազորային, ընդհանուր ծառայության հետ կապված մահվան 9 դեպք 2024 թվականի 27 դեպքի համեմատ։ Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են. ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութության 1 դեպք, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 25 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66.7%-ով։ 25 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411 միլիոն 728,063 դրամ, որոնցից միջդատական վարույթում վերականգնվել է 108 միլիոն 712,388 դրամը։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 25 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 1 միլիարդ 432 միլիոն 493,000 դրամի վնաս։ 25 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80,000 դրամի վնասը, որոնցից 924 միլիոն 294,000 դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով։ 24 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասից 25 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213,000 դրամը։ 25 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց։ Հիշեցնեմ, որ վերջին տարիներին զինվորական դատախազությունը եւս ակտիվ իրականացնում է պետական շահերի պաշտպանության իր գործառույթը։ 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117,000 դրամ է։ Հիշեցնեմ, սա միայն զինվորական ոլորտում։ Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Ամբողջությամբ բավարարված գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466,000 դրամ։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում։ 25 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը, որոնցից 669 կարճվել է, այդ թվում 489 արդարացման, իսկ 180-ը ոչ արդարացման հիմքերով։ 311 քրեական վարույթ 772 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթի, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ։ 25 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով դատարաններում քննվել եւ ավարտվել է 157 քրեական գործ, 282 անձի վերաբերյալ։ Նշված քրեական գործերից 107-ով 193 անձ դատապարտվել է, որոնցից 27-ը ազատազրկման, 27-ը տուգանքի, 9 հիմնական այլ պատժի, 133 անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի նկատմամբ կիրառվել են նաեւ լրացուցիչ պատիժներ։ 32 գործով 55 անձ արդարացվել է։